Բարև ձեզ, ազատայրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք մի շրջանի մասին, երբ բուն հայկական հավատքը և աշխարհաճանաչումը անկման խորը շրջափուլի մեջ էին, և այդ երևույթի մեջ բացասական իր ազդեցությունը ունեցավ Ալեքսանդր Մակեդոնացին իր արշավանքներով։ Այդ թեմայի շուրջ այսօր խոսելու ենք պատմաբան Գուրգեն Կարապետյանի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Խոսեցի, որ արդեն այն շրջանի մասին պետք է ներկայացնենք, որ հայկական հավատքը, աշխարհաճանաչումը փակուղու մեջ էին և որը մեր ազգի շեղում էր ի վերուս տված ուղուց։ Որն էր դրա պատճառը և նյութապաշտական, սնոտեապաշտական երևույթը ուր էր մեզ տանում և ինչ եղավ։ Ձեր նշած երևույթները ցավոք սրտի հայ պատմագիտության մեջ ընդհանրապես չէր ուսումնասիրված, չնայած կան բավականին նյութեր, որ կարելի էր ուսումնասիրել ինչ-ինչ քաղաքական, նաև ասած քարացած տեսակետների հետևանքով, աստորեն դա ընդհանրապես չեն անդրադարձել, փորձենք ընկալել, որ այլ բան է հավատը և այլ բան է կրոնը, որովհետև եթե խոսքը վերաբերում է կրոնին, հիմնականում ընդունվում է, որ դա պետականորեն ընդունված վերևից հաճախ եթե ոչ պարտադրված, ապա միևնույն է, ուրեմն հովանավորություն ստացվող աշխարհընկալման քարացած տեսակն է, դա լինի հեթանոսական, դա լինի, ասենք, հունական բազմաստվածաբանական կամ ասենք արևելյան կրոններ, իսկ հավատը դա ավելի ներքևից ձևավորված հազարամյակների ընթացքում տվյալ ազգի աշխարհաճանաչման վրա ձևավորված իր գլխավոր սկզբունքներն են, որոնք հաճախ ոչ թե հաճախ, այլ ընդհանրապես չունեն քարացածություն եւ ասենք տվյալ էթնոսի առանձին խմբերը կարող են իրենց հավատի առանձին դրվագներում ունենալ իրենց որոշակի առանձնահատկությունները, իրենց կարծիքները։ Ինչի համար եմ սա առանձնացնում, որովհետև ամենաուշը 5-րդ հազարամյա Քրիստոսից առաջ արդեն ձևավորվել էր համահայկական հավատքը, բայց գիտենք, որ ժամանակի ընթացքում կապված առանձին պետական միավորների ձևավորման հետ նաև ձևավորվել են կրոններ, որոնք արդեն իշխող դասի կամ իշխող տոհմի պահանջները բավարարելու համար ունեցել են նաև արդեն որոշակի առանձնահատկություններ, ասենք հայկական մի տանի պետության կրոնը շատ մոտ էր Վանի թագավորության կրոնին, չնայած արդեն ժամանակագրական տարբերություններ կար եւ համարել, որ այդ կրոնի ամբողջական հետևորդներն էին ամբողջ հայկական լեռնաշխարհում, վերջնական պնդել չի կարելի։ Եվ փաստորեն հավատը, որը բարձրացվեց կրոնի ենթակայության, ասենք, չնայած չդարձավ կրոն, կարելի է պնդել, որ դա տեղի ունեցել Երվանդուների թագավորության սկզբնական շրջանում, երբ ձևավորվեց համահայկական հավատը։ Ինչ էր իրենից ներկայացնում այդ մեր հավատը։ Իմիջիալոց ասեմ, որ ձևավորվել է, ասենք, պարսկական զրադաշտական կրոնը, որը ունի ընդհանրություններ, որի հետևանքով էլ հայերը հատկապես 19-րդ դարում կապված նրա հետ, որ ամեն ինչը փորձում էին գտնել Հայաստանից դուրս, անգամ փորձեցին հայկական հավատը, կրոնը հայտարարել որպես զրադաշտության ինչ-որ մի ճյուղ, որը իրականում կարելի է պնդել լրիվ հակառակը, որովհետև ասենք զրադաշտության ձևավորումից առաջ Հնդկաստան գնացած վեդայականությունը նույնպես իր արմատները ստանում է Հայաստանից եւ ասենք վեդայական կրոնի բազմաթիվ երևույթների կամ ասենք դիցերի անուններ կարելի հասկանալ միայն եւ միայն հայերենով, այսինքն հայկական այդ հավատի ձևավորումը շատ ավելի հին է, քան ասենք զրադաշտություն, էլ չենք խոսում, որ այդ զրադաշտություն անունը իրականում ծագում է հայկական զորության դաշտ հասկացողությունից, բայց սրանք ունեն խիստ տարբերություններ, որովհետև ասենք զրադաշտությունը արդեն կրոն էր, որը պաշտպանում էր կոնկրետ Աքեմենյան թագավորների, հետո նաև ասենք Սասանյանների շահերը, որի հետևանքով էլ դա քաղաքականացված էր։ Ուրեմն այս կրոնները, որոնք առանձնացել էին Հայաստանից, նաև հաշվի առնելով մեր էպոսը,
հաշվի առնելով մեր ժայռապատկերային այդ դիցաբանական պատկերները, կարելի է ընդհանուր գծերով պատկերացում կազմել մեր հին հավատի մասին։ Ցավոք սրտի, ասում եմ ընդհանուր գծերով, որովհետև քրիստոնեության ընդունումից հետո, երբ այդ քրիստոնեություն բերողները հայեր չէին, բարբարոսաբար ոչնչացրեցին մեր ամբողջ գին ու գրականությունը, մեր տաճարների ունեցած ուրեմն աստվածաբանական գրականությունը եւ փաստորեն ամբողջությամբ վերցանել մեր առասպելագիտությունը, այդ կապերը փաստորեն դեռևս անհնարին ինչեւ որ չհայտնաբերվեն այդ ներգրավոր հուշարձանները, որի ես հույս ունեմ, բայց ընդհանուր կարելի է մեր հավատի մասին հետեւյալ ուրեմն ընդհանրություններն անել։ Առաջին հերթին, որ հայերը ընդունում են, որ տիեզերքը ունի իր բացարձակ կենտրոնը, որը դուրս է այսպես կոչված բարուց եւ չարից։ Նա լինելով բացարձակը, որից առաջացել է 0 բառը, հետաքրքիր ինչ է, որ տարբեր լեզուներում կա 0-ի տարբեր անվանումներ, բայց բոլոր լեզուներում էլ եվրոպական գոնե կա 0 նաև բառը, որը արդեն ոչ թե թվային նշի անվանումն է, այլ խորհրդանշում է հենց բացարձակը, որովհետև նա լինելով այդ թվային համակարգի սկիզբը, իր մեջ կրում է բոլորին, բայց ինքը ամբողջությամբ առանձին է, 0-ն բացարձակ եւ այդ բացարձակից ներքև հայերը գտնում են, որ գոյություն ունի բարու կամ կանոնավորված եւ չարի, չար բառը հայերենում հենց նշանակում է արից, կանոնավորից, ոգեղենից դուրս, հակառակ։ Եվ ուրեմն անկանոն չարի բևեռը։ Սա առաջին կարևորագույն սկզբունքն էր, հայերից վերցրած է սկզբունքը զրադաշտի մեջ ընդունեց խիստ ընդգծված գիծ եւ փաստորեն ամբողջ պարսկական կրոնի հիմքը դարձավ այս երկու ուժերի պայքարը։ Ասենք որ հայերի մոտ կար, ունեն իրենց հենց անունները, մեկը կոչվում էր Արա, մյուսը կոչվում էր Հարամա։ Հայերը գտնում են, որ երկու դաշտերի ազդեցությունն էլ փաստորեն բավականին կարևոր նշանակություն ունի։ Սա առաջին սկզբունքն է։ Երկրորդ սկզբունքը գալիս է նրանից, որ ասենք աշխարհը տիեզերքը այժմյան հասկացողությամբ ունի սոխի նման շերտավոր կառուցվածք եւ որ ամեն ինչի հիմքը, եթե համակարգը կայուն է, ուրեմն կազմված է Սուրբ Երրորդությունից։ Դրա հիման վրա նրանք գտնում են, որ երկիրը ունի նորից Սուրբ Երրորդության կառուցվածք, այսինքն կազմված է նյութական, կազմված է զգացումային եւ կազմված է մտավոր ոգեղեն դաշտերից, որոնք ունեին հայերեն բացվող անուններ եւ շատ ցավալի է, որ թվացial նմանությամբ այդ մեր դիցուիների անունները ցանկանում են նույնացնել օտար աստվածների հետ, ասենք Անահիտը հայտարարում է, որ դա պարսկական աստվածուի է, Բարշաման էպի սեմիտական է, Նանեն նույնպես սեմիտականն է եւ այս տեսակետից փաստորեն դառնում է անիմաստություն, որովհետեւ դուրս է գալիս, որ հայերը ընդհանրապես չեն ունեցել դիցարան եւ պարզապես մեկը մեկի գլխին հավաքել են ինչ-որ էություններ, նույնիսկ առանց հասկանալու դրանց միջև ունեցող կապը, որովհետեւ ասենք, երբ որ խոսում ենք դիցերի եւ դիցուներին կապում ենք այլ ժողովուրդների հետ, պարզվում է, որ միևնույն երևույթի համար մենք ունենք մի քանի աստվածներ, իսկ այն երևույթներ, որոնք ընդհանրապես չկան, որը բնական է, որ անիմաստ է, չի կարող աշխարհաճանաչումը չունենալ որևէ համակարգ։ Անահիտը, որ ասեցին նյութական մասն էր, համարվում է որպես նաև բերության, առատության, ուժի եւ երկրի հայոց հողի պահապանտիցուհի։ Դրա համար էլ նա պատկերվում էր ոսկուց, նաև նրան զոհաբերում էին ուրեմն երինջներ եւ ցուլեր, որը նորից խորհրդանշում է ուժը, նաև նրա, ասենք, մազերի մեզ հասած Լոնդոնում պահվող արձանի մազերի սկզբնական մասում մազերի հյուսվածքը նման է լուսնու, որը նորից նյութականության խորհրդանիշն էր, որպես լուսինը, եւ հաճախ իրեն մազերը պատկերվում էր ցորենի, ուրեմն տեսքով, որը նույնպես լիության առողջության խորհրդանիշն է։ Մտավոր կամ ոգեղեն դաշտը Բարշաման էր, որը ասում եմ համարվում է իբր սեմական
բիծուի, բայց սեմական լեզվով չի բացատրվում։ Այն դեպքում, երբ որ հայերեն լեզվով հիասքանչ ձևով բացատրվում է որպես բար, լույս եւ շամ, բարի որպես բարի եւ շամ որպես լույս, բարշամա։ Եվ փաստորեն դրա համար էլ բարշաման պատկերվում էր սպիտակամաս, սպիտակամատ եւ նրա արձանը պատրաստվում էր կամ մարմարից կամ արծաթից, նույնիսկ աչքերը սպիտակ յուրեղներից էին պատրաստվում։ Ամենանյութեղեն ոգեղենությունը փաստորեն հայերը համարում էին կրակը, որի համար էլ երկնքի նյութական մասը համարվում էր մեհերը, միակուրը, որը Պարսկաստանում ստացավ Միհիր անունը, բայց նույնիսկ երբ որ հնչեցնում էր, զգացվում է, որ Միհիրը չի բացվում։ Այդ մեհերի բացումը որպես տիեզերքի հետ միացում ցույց է տալիս, որ մեհերը ավելի ճիշտ արտահայտման ձևն է որպես միակ խուր, միակ կրակ, քան Միհիրը։ Եվ ուրեմն Վահեն եւ Վահագն։ Ես Անահիտի անվան բացատրությունը դիտավորյալ չտվեցի, որ ստեղ նորից չկրկնեմ, իրականում հայերեն լեզուն գոյություն ունի արմատը, որը այժմ որպես սարսափ, վախ, խորհրդանիշ ունի, իսկ հին հայերենում նշանակում էր գերագույն ուժ, որից ծագում է բազմաթիվ արմատներ, բառեր եւ փաստորեն վահ հին հայերենում նշանակում էր երկնային գերագույն ուժ եւ փաստորեն Անահիտ բառը ան նշանակում է սրբազան նյութ, ահը նշանակում է ուրեմն գերագույն ուժ, այսինքն սրբազան նյութի գերագույն ուժ իդ կրող, որը նորից խոսում է այն մասին, որ նա սրբազան երկրային նյութական դաշտ հնագույն շրջաններից մեզ հասել է Վահեի անունով բազմաթիվ սրբավայրեր, դա ճիշտ ասած սկսվել է Ղևոն Դալիշյանից, որը ուրեմն իր հին հայերի հավատը աշխատության մեջ Վահեին չունենալով որևէ հիմք նույնացրել է Վահագնի հետ, այն դեպքում, երբ նույնիսկ 19-րդ դարում, երբ արդեն բնական է, որ հեթանոսությունը, էլ չեմ ասում էր հին հավատը, ոչնչացել էր, Վանում գոյություն ուներ ամուսնական ծիսակարգ, որում ուրեմն նույնիսկ եկեղեցականների, հոգևորականների ներկայությամբ Հարսին ու Փեսային հանում էին տանիքը եւ արևածագին ժողովուրդը երգում էր մի երգ, կարճ ասեմ, որ ասում է «Էկ արև, տանք արևին մենք բարև, վահե, վահե», այսինքն սա կոչ էր երկնային ուժերին, որպեսզի այդ, որտեղ այդ երրորդը զգացումային դաշտը փաստորեն խորհրդանշում էր նաև ինֆորմացիոն դաշտը, որով փաստորեն ցանկանում էին երկնային կենտրոնից Վահեն բարի լուր, բարի բախտ բերեր Հարսին եւ Փեսային։ Վահագնը, որը բացվում է որպես իր երկրորդ մասը ագն կրակ, որով նրա անունը բացվում է որպես երկնային գերագույն ուժի կրակ, բայց ավելի հավանական է, որ սկզբնական շրջանում եղել է վահ ակն, որ կնշանակեր երկնային գերագույն ուժի ակում։ Այս երկու սուրբ երրորդությունները փաստորեն պետք է միանային իրար եւ հայերը գտնում էին, որ կա 7-րդ դիցը, որին իրենք կոչում էին Աստված։ Հետաքրքիր է, որ նույն Ղևոն Դալիշյանը, որը քրիստոնյա էր եւ վարդապետ, նշում է, որ ցավոք սրտի Աստված բառը քրիստոնեական էությամբ չի համապատասխանում, որովհետեւ Աստված բառը, երբ որ բացում ենք, ոչ թե դառնում է արարող, այլ արարված, արարման ածված, արարման ստեղծված, որով իմաստը զրկվում է, դրան հակառակ նա Աստված բառի հոմանիշները գտել է այլ կրոններում, որոնք, ինչպես նշեցինք, ակունքներով գալիս են Հայաստանից, ինչպես Հնդկաստանն է, Պարսկաստանը, նույնիսկ հեռավոր Նորմանդիայում, եւ հետաքրքիրն է, որ պարսիկների եւ հնդիկների մոտ Աստված մի առանձին երևույթ է, տենաց ծառը, պատկերում էր շրջված, այսինքն արմատները երկնքում, ճյուղերը երկրում եւ փաստորեն սա երկնային ինֆորմացիոն դաշտներ, երբ Աստծո խոսքը պատգամը, այսինքն Աստծո չէ, տիեզերական կենտրոնի խոսքը երկնքից գալիս է երկիր եւ այս
7-ը հենց համապատասխանում էր հայկական այբուբենի էտարին, որը նաև շատ հետաքրքիր է, որ որոշ մագաղաթներում պատկերված է շրջանագծով եւ վրան պատկերված խաչը, հավանական է մեր նախնիները գտնում էին, որ այդ կենաց ծառը n էությունը 7-ը հնարավոր չէ երկրից ամբողջությամբ տեսնել, որի համար էլ պատկերվում էր կիսաշրջանագծով եւ կիսախաչով։ Այսինքն սա հենց կենաց ծառն էր, որը հայերը նաև իմիջիալոց նաև ոչ միայն հայերն, այլ նաև պարսիկներն ու հնդիկները նույնացնում էին նաև Մասիսի հետ, գտնելով որ Մասիսը երկրային հենց այդ կենաց ծառի սկիզբն է, ինֆորմացիոն դաշտից եկող ալիքները ինֆորմացիան վերցնում է Մասիսը եւ Մասիս սառցաջրերից սկսվող ջրերը, որ հետևանքով նրանք գետեր չեն սարքում, ներծծվում են Մասի մեջ եւ դուրս գալով ամբողջ հայկական լեռնաշարով ստեղծում են ընդհանուր ինֆորմացիոն դաշտ։ Դրանից վերև այդ Սուրբ 7-ի, որի համար էլ իմիջիալոց ասեմ այս տարածքը նվիրված եղել եւ իրական հիմքերով հենց այդ 7-ին, որի համար էլ Վանի թագավորության շրջանում էլ Քուրարաքսյան այս տարածքը ստացել է Էթյունի հիմա կարդում, բայց ինձ հետ շատերն համաձայնում են, որ ավելի ճիշտ կլինի կարդալ Էտունի, այսինքն A-ի 7-ի տուն, եւ հետաքրքիր է, որ նույն Լևոն Դալիշյանը գտնում է, որ ուրեմն ինչպես այս տարածքի մեջ մտնող Բագին քաղաքը, այնպես էլ Արարատյան դաշտում գտնվող սրբավայրերը կոչվում են 7 բագինների քաղաքներ, այսինքն այդ 7 բագինները կային նաև ուրեմն Մովսես Խորենացին նշում է, որ երբ պարսկական զորքերը մտան Հայաստան եւ պարզվեց, որ Վրամյան կրակը, որը համապատասխանում է հենց իրենց 7-րդ սրբազան է, պաշտվող կրակին դեռևս գոյություն ունի, ասում է շատ ուրախացավ, այսինքն նաև այդ 7-ին նվիրված տաճարները ունեին Վրամյան անվանումը, որ նշանակում է պարզապես հայերեն վառ կրակը, այսինքն այդ սրբազան ինֆորմացիոն, որը երկնքից գալիս է դեպի երկիր։ 7-ից վեր ուրեմն կար 8-րդ դաշճանը եւ 9-րդ դաշճանը։ 9-ը փաստորեն ասին դա դրական համակարգված դաշտներ դիցերից, որին հայերը կոչում էին Արա, եւ փաստորեն այդ բացարձակ էությունները հայերը գտնում են, ընդհանրապես նաեւ մյուս եվրոպական ազգեր, որ բացարձակ էությունները ցանկացած ընթերցման դեպքում աչով թե ձախով պետք է նույն հնչվեղություն ունենան, որպեսզի այսինքն նա չունենա իր հակառակորդը, ինչպես որի համար ասեցինք նանան, աննանան, նույն ձևով էլ արան, երկու կողմից էլ ընթերցում է արան, սա հաշվեն այդ դրական բացարձակ դաշտն է, եւ այդ դրանից գալող ինֆորմացիան հայերը կոչում էին արամաստ, ար նորից ոգեղեն, նույն արան է, ամ ամբողջական եւ աստ սրբազան լուր։ Մեր նշած դաշտերը ունեին նաև իրենց տարածքները, ինչպիսին էին, ասենք, 8 ակնին, որի կենտրոնը Երզնկան էր, կամ Էրիզը, համապատասխանում է Էր, Ար եւ Իս սահման, կամ Էր, Զնգ եւ Կա։ Արի զնգոցը կա, արի զնգոց, այսինքն արի ձայնը այստեղ է եւ 9 ակնին, որը փաստորեն համապատասխանում է հետագայում թուրքերի կողմից ավիրված Սուրբ Կարապետի վանքին, որը մինչև վերջել հայերը կոչում էին նաև 9 ակնի, եւ հետաքրքիր է, որ այդ նշած սրբավայրերը գտնվում էին սրբազան գետերի ափերին, այսինքն Արաքս, Արևմտյան Եփրատ, Արևելյան Եփրատ, որոնք Արաքսը անմիջապես, իսկ մյուս երկուսն իրենց վտակներով սկսում էին հայկական լեռնաշխարհի կենտրոնից, որը կոչվում էր Բյուրակնի, այսինքն մենք ունենք 7 ակնի, 8 ակնի, 9 ակնի եւ Բյուրակնի։ Այս ուրեմն դիցերի եւ դիցուհիների, որտեղ ասում են չի կարելի ասել աստվածներ, աստվածուհիներ, որովհետեւ իրականում ասեցին, որ Աստվածը դա դիցերից 7-ն է, կենաց ծառը, մենք չունենք աստվածարան, մենք ունենք դիցարան եւ ունենք դիցուհիներ, ուրեմն ունենք նաեւ դիցեր։ Այս գործող համակարգի մեջ հայերը գտնում էին, որ գործում են բնական օրենքները, որոնց հին հայերը կոչում էին հրեշտակ, որը նորից նշանակում է հուր, էշտ,
մենք մեր հաղորդումներից մեկում ասացինք, որ էշ, իշ, եշ նշանակում է ճանապարհ բացող եւ ակ, այսինքն հեր էշ տակ նշանակում է սրբազան ճանապարհ բացողի ակունք։ Պարոն Կարապետյան, ներկայացրիք մեր հին հավատքը իր բոլոր աստիճաններով, երկնային, երկրային բոլոր համակարգերը եւ հիմա եկավ պահը, երբ այդ ամենը փակուղի մտավ, այսինքն աղավաղում էր սնոտիապաշտությունը, նյութապաշտությունը թափանցեց մեր հասարակություն եւ որն էր պատճառը, ով էր մեղավոր այդ ամենի մեջ։ Շատ հետաքրքիր է, որ իր արշավանքի սկզբնական շրջանում կա մի պատմություն, այսպես կոչված Գորդիան հանգույցի մասին, որը չափից դուրս վատ է ներկայացվում հասարակությանը, ներկայացվում է, որ մակեդոնացին մի հանճարեղ քայլ է կատարել կտրելով Գորդիան հանգույցը։ Իրականում ուրեմն հանգույցի պատմությունն այսպիսին էր. հանգույցը պետք էր քանդել եւ ուրեմն Գորդիան, որը փրուգիական պետության հիմնադիրն էր, գուշակել էր, որ ով կարողանա քանդել կտիրի Ասիային եւ փաստորեն կմիավորի արևմուտքն ու արևելքն իրար հետ։ Այսինքն Գորդիան հանգույցը դա արևմուտքի եւ արևելքի տարբեր քաղաքակրթությունների նյութական եւ հոգեվոր քաղաքակրթությունների միավորումն էր ներդաշնակ ամբողջության մեջ։ Եվ փաստորեն մակեդոնացու Գորդիան հանգույցը կտրելը ոչ թե խնդրի լուծումն էր, այլ խնդրի ոչնչացումը նյութականապես, որով փաստորեն այդ հանգույցը մտնում էր փակուղի եւ մինչեւ այժմ էլ արևմուտքի եւ արևելքի միջեւ հակասությունը ավելի ու ավելի է սրվում։ Մակեդոնացին փաստորեն եկավ որպես զավթիչ, ասենք որ նրա ուսուցիչ Արիստոտելը նրան համոզել էր, որ արևելյան ժողովուրդները բարբարոսներ են, լավագույն նրանց կարգավիճակը կլինի լինել ստրուկ։ Սակայն նա փաստորեն հետագայում չալոց հասկացավ իր սխալը, ասացին, որ համայ լինեն սպանեցին, բայց փաստորեն նա կարողացավ ոչնչացնել հատկապես արիական հենց եվրոպական քաղաքակրթությունը, մշակույթը, կրոնը։ Տեսեք, շատ հետաքրքիր է, որ նկարագրվում է, թե ինչպես նա գնաց Բաբելոն, վերականգնեց Մարդուկի Բաբելոնի Բաբան դիցի տաճարը, աղոթեց այնտեղ, նույնը նա կատարեց Եգիպտոսում, բայց հենց որ մտավ Պարսկաստան, սկսեց ոչնչացնել ամբողջ այդ տաճարները, կրակներ էր անում, որի մեջ ոչնչացրել է տասնյակ հազարավոր մոգերի եւ ուրեմն Ավեստան, Սրբազան գիրքը։ Մոգերը դրանք այն մարդիկ էին, ովքեր պահպանում են այդ կրոնը, նրան նրբությունները եւ փոխանցում ժողովրդին։ Դրա հետ մեկտեղ նաև ոչնչացվեց ամբողջ տեղական գրականությունը։ Այս բոլոր հետևանքով առաջացավ սարսափելի դատարկություն, հոգևոր դատարկություն։ Ինչ բերեց արևմուտքն իր հետ։ Բնական է, որ Հունաստանը, որը գտնվում էր սարսափելի ճգնաժամի վիճակում եւ ասենք, որ նույնիսկ Սպարտայի թագավորը 70 տարեկանում որպես վարձկան զինվոր ծառայում էր Եգիպտոսում, չէր կարող լավ բան բերել արևելք։ Նրանք իրենց հետ բերեցին վաշխառություն, թալան, դրամայրային անբարոյական հարաբերություններ, նաև բացահայտ կներեք միասեռականություն եւ այլն, որը բնական է, որ պետք է քայքայեր նաև արդեն հոգևոր այդ այրման հետևանքով առաջացած համակարգում։ Խոսում են, որ իբր հելենիզմը, որ հետո եկավ, մեծ դրական քայլեր բերեց արևելքում, այդ լրիվ կեղծ է։ Իրականում ցույց են տալիս իրենք արևելյան քաղաքներում կառուցված այդ ամֆիթատրոնները, բայց որևէ մեկը չի ասում, թե այդ ամֆիթատրոնները ինչ էին ցուցադրում։ Նույնիսկ հունական չափանիշներով բարձր արժեքի այլևս դրամատիկական գործեր չէր ցուցադրում, որովհետև ոչ հույներին, ոչ մյուսներին այդ պետք չէր։ Ցույց էր տրվում թեթև ժանրի կոմեդիաներ, ցույց էր տրվում այսպես կոչված ցինիկը դա փիլիսոփական ուղղություն է, որը շփվում է ցանկացած կայուն բան, գտնելով որ ցանկացած մարդ, ով կարող է փաստ բերել որևէ դեպքի մասին, մյուսը կարող է դրան հակառակ եւս ինք բերել, այսինքն չկա որևէ կայուն բան, չկա որևէ իրականություն, ռեալ ճշմարտություն, որ ամեն ինչ փոփոխական է եւ ի վերջո ճիշտը միայն այս պահով ապրելն է։ Այս ցինիզմի գաղափարախոսության վրա էր գնում ամբողջ քանդակագործությունը, որը Հունաստանի օրինակով զարգացավ արևելքում, միայն իվան ասեմ, որ Սոկրատն ասում էր ամբողջ հունական քանդակագործությունը միայն եւ միայն ինքն առաջին անգամ օգտագործել պոռնոգրաֆիան։ Այսինքն կեղտոտ արվեստը, որի միակ նպատակն է երիտասարդության այլասեռել։ Այդ
մարմիններով եւ այլն, որի մեջ չկա խոր գաղափարական իմաստ, ինչպիսին կար, ասենք, արևելյան ճարտարապետության մեջ եւ ասենք քանդակագործության ճարտարապետության մեջ ցանկացած սիմվոլիկան ուներ խոր իմաստ եւ դրանք կապվում էին այդ աշխարհաճանաչման հետ։ Հիմա միայն եւ միայն ամենա այդ առաջնակարգ բնածների բավարարման համար է։ Ասեմ, որ ամբողջ այդ ժամանակաշրջանում ստեղծվել է գրականության միայն մեկ գործ, ոսկե կղզու մասին, բայց գրողը սարսափելի ողբերգությամբ ա գնում, որ ինքը գնում է մի դրախտային տեղ, որտեղ սոցիալիզմ է, բայց գտնում է, որ ինքը տեղ չունի ու հեռանում է տեղ։ Մակեդոնացին չմտավ Հայաստան։ Չավիրվեցին Հայաստանում տաճարները, հայ քրմերը չենթարկվեցին այդպես բարբարոսական ոչնչացման, բայց դա չէր նշանակում, որ Հայաստանը զերծ մնաց այդ ողբերգությունից։ Փաստորեն Հայաստանը մտավ արևելք-արևմուտք, առևտրական, տնտեսական, քաղաքական կապերի միջև եւ հատկապես հայկական լեռնաշխարհի արևմուտքում, հյուսիս-արևմուտքում փոքր Հայքը, որը լավ հարաբերություններ Պոնտոսի հետ, իսկ Պոնտոսի բնակչության մի խոշոր մասը Հունաստանի քաղաքապետությունների բնակչությունն էին, իսկ հարավում ծոփ Կոմագենը միջագետքի հետ էր, հատկապես սրանք սկսեցին արագ արևմտականանալ, սա հատկապես հայերի համոնեցավ շատ մեծ ողբերգություն, այդ ժամանակաշրջանից էր, որ Հայաստանի բնակչությունը բաժանվեց այսպես կոչված արևմտականների, հետո կայուն դրանք դարձան հռոմեացիներ, հունասերներ, բյուզանդացիներ եւ արևելյան կողմնորոշում, որոնք դարձան պարսկացիներ, այսինքն սկսեց Հայաստանում թաղվել հայամետ տեսակը եւ առաջացան արևմտամետներ եւ արևելամետներ, որը իմիջիալոց ողբերգությունն է մինչեւ հիմա։ Այսինքն մեր այս ողբերգությունը գալիս է մինչեւ այդ։ Նաեւ այս բոլորի հետևանքով փաստորեն նաեւ մեր հավատը աղավաղվեց, Հայաստան բերվեց ուրեմն հունական մարդ աստվածների պաշտամունքը, իսկ հույները փաստորեն իրենց աստվածներին պատկերում էին որպես անմահ մարդիկ, իրենց բոլոր անասնական եւ հոգեվոր բնածներով, երևույթներով, երբ ասենք աստվածները կարող էին դավաճանել իրար, խաբել իրար, այսինքն նույն հարաբերությունները, որ ինչ է մարդու մոտ։ Եվ այդ բոլորը շատ լավ երևում է, ասենք Մովսես Խորենացու մոտ, երբ ինքը խոսում է Վաղարշակի մասին, նշում է, որ երբ որ Վաղարշակը գալիս է Հայաստան եւ փորձում է վերականգնել հին կարգերը, հին համակարգը, կառուցում է տաճարներ արևին եւ լուսնում, այսինքն նորից վերադառնում է ոչ թե մարդ աստվածների, այլ արական եւ իքական դիցերի պաշտամունքին, նաեւ կառուցում է նախնիների պաշտամունքի տաճար։ Մենք տեսնում ենք, որ նրա տղան, տեսնելով, որ Վաղարշակի գործունեությունը չի պատշաճ արդյունք չի տալիս, սկսում է դիմել բռնությունների եւ ուրեմն կռապաշտությունը փորձում է հանել հայերի միջից, իսկ արդեն Տիգրան II հայրը տեսնելով, որ փաստորեն Հայաստանը մտել է ամբողջությամբ կռապաշտության մեջ, Մարքսի օրինակով, Մարքսի խոսքերը նորից ժողովուրդը կիսատ գիտի, ասենք Մարքսն ասում էր, որ կրոնը հաշիշ է մարդկության համար, բայց չգիտեն, որ դրանից հետո Մարքսը շարունակել է, որ բայց դա միակն է, որը մարդուն մարդ է պահում։ Բերվեց Հունաստանից մարդ աստվածների արձաններ, որ գոնե ինչ որ կրոնական վախի կամ շողոքորթման, որտեղ կրոնի նպատակը դա է, մտրակ եւ բլիթ։ Այս sense մեզ կլսես, բլիթ կուտես, չես լսի, մտրակով կտեսը, որ այդ ձևով գոնե պահպանվի հասարակության մեջ որոշակի կարգ ու կանոն, այս էլ քանդեցներ, հոգևոր դաշտը եւ մեր հին հավատը։ Պարոն Կարապետյան, արդյոք քրիստոնեությունը փրկություն չէր այդ սինոդիապաշտական, յութապաշտական երևույթներից ազատագրելու համար մեր երկիրը։ Վատ բարոյա հոգեբանական իրավիճակ ամբողջ արևելքում ամբողջությամբ հայկական լեռնաշխարհում մասնավոր եւ փաստորեն այդ վիճակից բնական է որ դուրս գալու երկեր փնտրում էին խելացի մարդիկ պյութագորասյան փիլիսոփայության եւ պլատոնյան փիլիսոփայության ազդեցության վրա ձևավորվեց այսպես կոչված նեոպլատոնականությունը, դրանից հետո ստոիկների գաղափարախոսությունը ձևավորվեց, որոնք պնդում էին, որ աշխարհը գնդաձև ամբողջական մտածող մի էակ է, որ
ազգերը, նաև անհատ մարդիկ այդ ամբողջության անբաժանելի մասն են, եւ որ փաստորեն մենք մեր գործերով կարող ենք օգնել այդ աշխարհն ավելի լավանա կամ մեր վատ գործերով կարող ենք նրան վատացնել։ Այսինքն սա մի բավականին հանճարեղ գաղափար է, որը բավականին մոտ է հին հայկական աշխարհընկալմանը։ Սրա հիման վրա առաջացավ գնոստիկների ուղղությունը, որոնք գտնում են, որ այդ ամբողջական տիեզերքը, աշխարհը ունի իր կենտրոնը, այ մեր ասած բացարձակը, ինֆորմացիոն դաշտը հիմիկվա լեզվով ասած, որը ժամանակ առ ժամանակ ուղարկում է իր լոգոսը, այսինքն իր սրբազան խոսքը, որով էլ պայմանավորված է աշխարհի զարգացում։ Այս լոգոսի գաղափարը փաստորեն առաջին կետերից մեկն էր, որը ընդունվեց քրիստոնեության կողմից եւ փաստորեն Քրիստոսը ընդունվեց որպես Աստծո խոսք, Աստծո մաս, որը եկել է երկիր։ Քրիստոնեության այդ առանձին ճյուղերի մեջ չայլոց արգին պայքար գնաց, ասենք արիոսականներ առաջացան, որոնք գտնում են, որ Քրիստոսը պարզապես լոգոսն է, խոսքը, այսինքն նշանակում է, որ այդ տիեզերական կենտրոնը Հայր Աստվածը կարող է մի քանի տարի հետո մարդու զարգացումից հետո նոր լոգոս ուղարկել, որով նշանակում է, որ Քրիստոս հավասար չէ Հայր Աստծո։ Սա առաջին կետ։ Երկրորդ, փաստորեն մարդը այս ողբերգական վիճակում գտնվող մարդուն կարող է հասկանալ միայն այն էությունը, այն երևույթով անցել է այդ նույն ողբերգական ճանապարհը, որի համար արդեն Քրիստոսից առաջ երրորդ դարի վերջերին ձևավորվում է տանջված, հետապնդված, ինքնազոհաբերման կամ զոհաբերման գնացած էությունը, որը դրանից հետո պետք է վերածնվի եւ փաստորեն դառնա պահապանը ճնշվածների, տանջվածների եւ այլն։ Շատ հետաքրքիր է, որ ասենք Եգիպտոսում բավականին թվում է իրարից հեռու, բայց սրանք որովհետեւ քաղաքական ընդհանուր դաշտ են, տեղական առանձնահատկություններով միևնույն գաղափարն է բնդում, ասենք Եգիպտոսում Օսիրուսի գաղափարը, որին իր եղբայրը Չարը Սեթը սպանել էր, մանր կտորների էր բաժանել, ցրել էր, հետո հավաքվել էր եւ այլն կամ ասենք Քրիշնյան, որը նույն շատ նման է, նույնիսկ կանոնների բացատրությունն էլ հայերենով շատ լավ, երկուսն էլ նշանակում է Քեր Իշ Տոս, Օսը վերջավորը Քրիշնյանը վերջավորություն, որ նշանակում է սրբազան ճանապարհ բացող։ Միևնույն ձևով ծնված պայից հետապնդվում են, տանջվում, սպանվում են եւ վեր են ածվում Աստծո։ Հայկական հողում ձևավորվում են այսպիսի երկու էություններ։ Առաջինը Արա Գեղեցիկը։ Ասեմ, որ ինձ կարող են հակաճառել, որ Արա Գեղեցիկի պաշտպանմունք, Արա Գեղեցիկի մասին հավատ փաստեր կան, որ եղել է առաջ։ Քրիշնյան էլ կա, հայկական հին հավատում, նույն ձևել Օսիրուսը կա, բայց դրանք չունեն այն որպես անհատական, ամբողջական տիեզերաարարման էություններ, ինչպիսին ձևավորում են այս հիմա, այսինքն ամբողջ դիցարանից այս աստվածությունները, այս երևույթները սկսում են առանձնանալ եւ գրավել հիմնարար գլխավոր տեղ։ Այդ դրա համար Արա Գեղեցիկը, եթե առաջ խորհրդանշում էր հոգեղեն, սերը, որպես Արա եւ Շամիրամը, Շամ, նորից լույս եւ Իրան, մարմին, որ խորհրդանշում էր ֆիզիկական սերը եւ ձգտում էին իրար, որից հետո Արան մահանում է հենց այդ սիրուց եւ նրան միայն կրակի վրա վերադարձնելով, այսինքն ոգեղենություն վերադարձնելով ինքը վերածնվում, հիմա ինքը արդեն վերածում այդ տիեզերական կենտրոնի որպես սիրո տանջվածներին պահապանի գաղափար։ Շատ ավելի մեծ տարածում ունեցավ միրականությունը կամ մեր մեհերի պաշտպանմունքը, եթե մինչև դա մենք ասացինք, որ երկրային եւ երկնային սուրբ երրորդություններին միացնողը 7 կենացառն էր, ապա այս ժամանակաշրջանում միհիրը, մեհերը նաեւ իր վրա է վերցնում այդ Աստծո գործառույթները, որի հետևանքով էլ Գառնին, որը նվիրված է տիեզերական այդ 7-ին, նաեւ ժողովրդի մեջ պահպանվել է որպես մեհերի տաճար, այսինքն այդ գործառույթները իր վրա վերցնել է, նույն ձև մեհերը փաստորեն կամ միրը շատ չնչին տեղ ուներ
բայց հետագայում իրականությունը դարձավ ամբողջական, նույնիսկ կարելի ասել մի աստվածություն, որտեղից ամբողջ աշխարհում տարածվեց իրականությունը։ Ինչպես հայ, այնպես էլ ուրեմն հռոմեական, եվրոպական պատմիչները բացահայտ միանշանակ նշում են, որ իրականությունը կարող էր անցնել Պոմպեոսի բանակ միայն եւ միայն Հայաստանից, որովհետեւ Պոմպեոսի բանակը չէր մտել Պարթևների երկիր, չէր շփվել այլ արևելյան ժողովուրդների մոտ, իսկ դրան հակառակ Պոմպեոսի զորքերը բավականին երկար ժամանակ մնացին Հայաստանում եւ ունեցան բավականին խաղաղ բարիդրացիական հարաբերություններ հայերի հայկական բանակի հետ, որից իմիջիալոց նաեւ հայերից հռոմեացիներին անցավ այսպես կոչված հայկական բանակի կոդեքսը, որի մի մասն էլ կազմում էր իրականությունը եւ անմիջապես նշեմ, որ հետագայում մեծ դժվարությամբ քրիստոնեությունը կարողացավ ոչնչացնել իրականությանը եւ նրանց գլխավոր տարբերությունը կայանում էր նրանում, որ իրականությունը չէր ընդունում թույլի գաղափարը, գտնում էր, որ ամեն մարդ պարտավոր է ինքը ֆիզիկապես եւ հոգեվոր զարգացում ապրել եւ միայն այդ դեպքում օգնել նրանց, ովքեր արժան են օգնության։ Այսինքն սա ակտիվ պայքարի գաղափարախոսություն էր ի տարբերություն քրիստոնեության, որը հետապնդում էր пассив ապրելաձևը, այսինքն եթե դու խեղճ ես, ուրեմն այդ շատ լավ է, եթե քո գլխին խփում են, այդ շատ լավ է, եթե դու սոված ես, վախկատ ես, այդ շատ լավ է, որովհետև երկինքը, դրախտը տրվելու է դեբիլներին, սովածներին, տանջվածներին, որը արդեն խոսում են մասին, որ ոչինչ բան անել պետք չի, ամենալավը սпасել մեռնելու, որ դրախտում փոշտ փորով հաց ուտես։ Այսինքն այդ քրիստոնեության գաղափարական կետերը գալիս է այդ ժամանակաշրջանից եւ ուրիշ հարց է, թե քրիստոնեությունը հետագայում ինչ փոփոխությունների ենթարկվեց եւ ի վերջո ինչ դարձավ բնակչության 1/3 մասի համար։ Շնորհակալություն պարոն Կարապետյան, սիրելիներս այսօր այսքանը, Ազատ ձայն լրատվականը ավարտեց իր ձայն Արարատի հաղորդաշարը, հանդիպենք հաջորդ հաղորդման հաջողություն։